Ինչ է կարծում, ինչու պետությունը չի կարողանում այնպես անել, որ բանակում ինքնասպանություններ եւ սպանություններ չլինեն։ Բայց մենք պետք է ունենանք նորմալ պետություն, նորմալ ղեկավարներ, որ հետո որոշենք թե ինչ պետք է լինի։ Գիտեք, դա շատ բարդ հարց է, ինձ մի հարց է, մասնագետի հարց է։ Չեմ կարող պատասխանել այդ հարցին, որտեղ դա շատ գլոբալ հարց է, բոլորին հուզող հարց է, անդադ կրկնվում են նմանատիպ դեպքեր։ Ղեկավարներից է գալի, չգիտեմ, վերադասից։ Ինչ քայլեր պետք է անեն, որ Երևի պետք է ավելի խստացնել եւ փոխել բոլոր անձնակազմը։ Դե որ հասարակությունը ինքը հիվանդ է մեր ու վաղուց պետությունը ինչ պետք է անի։ այսինքն մտածում եք ոչ մի գործառույթ չունի բանակում պետություն։ Ունի շատ ունի, բայց պետությունը այդ նույն մարդիկ են, չէ։ Այդ նույն զորակոչված որ հանցակագործում որտե՞ց է, երկնքից չեկա։ Էլի մեր հասարակության մարդիկ են, էլի վատ դաստիարակությունն է։ Ինչքանով ես եմ տեղյակ, իհարկե պաշտոնական լրատվամիջոցներից, լրատվությունից գոնե դեպի դրական գնացել է ինչ որ չափով։ Իսկ մնացածը եմ ասում, դա դաստիարակության խնդիր է, պետք է սկսվի ընտանիքից, մանկապարտեզից, դպրոցից, որ երիտասարդը հասնում է բանակային տարիքի, նորմալ մարդ ձևավորված լինի։ Միշտ էլ այդ բաները եղել է բանակում, միշտ էլ եղել է սովետի ժամանակով էլ, հիմա էլ, բայց այնպես չի, որ իրանք այդքան բանը կարան անեն։ Այսինքն անում են, բայց հիմա գիտես ինչ, համ մթնոլորտը, համ մարդիկ շատ են փոփոխվել։ Դրա համար հիմա եթե իրականում գցեմ ջահելության մեծամասնությունը չի ուզում ծառայել։ Չի ուզում։ Իսկ եթե պարտադիրել տանում են, իրանք մտածում են, որ ասենք սխալ է։ Դրա համար էլ վեճեր է առաջանում։ Իսկ առաջ մարդիկ գնում էին իրոք ծառայելու։ 2 տարի էին ծառայում, վաղտեր կար որ 3 տարի էին ծառայում։ Բայց ոչ մի անգամ չէին մտածում, որ հանգարց չգնան։ Դա չգնալը ավելի սխալ էր։ Այն ժամանակ հասարակ բան, որտեղ են որ չէր ծառայել, նրան աղջիկ չէին տալի։ Կար այդ բաները։ Իսկ հիմա ծառայելա, չի ծառայել, այդ ամեն ինչը ոչ մի բան չի ասում, տես չի։ Դե դրա համար ես չեմ կարող ասել ինչի։ Իմի որ մեկին մեղադրեմ, չեմ կարող։ Որին մեղադրեմ, որովհետև չկա փոխարինող մեկին, ասենք մեկը որ ասես սրան չէ, սրան ընտրես, ճիշտ կլինի։ Բայց չես կարող ասես, կարող է լրիվ հակառակը լինի, 360 աշճանել։ Դրա համար չեմ կարող ասեմ կոնկրետ։ Ինչ եք կարծում, ինչու պետությունը չի կարողանում բանակում կանխել ինքնասպանություններն ու սպանությունները։ Դե ուրա պետություն, որ կարողանա ինչ-որ մի բան կախարդած լինի։ Պլինտուսից ցածր են դրանք։ Բայց հիմա արդեն ամեն ինչ նորմալ է կարծեմ։ Այդ առաջ հասկանալի է։ Բայց 3 դեպք կա տեղի։ 3, ես չեմ ասել։ Ինքնասպանություն։ Չէ, հա։ Եվ առաջի դեպքը չի։ Այո, ճիշտ է, բայց չգիտեմ, չեմ կարող պատասխանել այդ հարցերի իսկականից։ Ափսոս Մարիա, չեմ կարող պատասխանել։ Կներեք, չգիտեմ։ Իստմաթուր վերահսկողությունն է պատճառը երևի։ Սխալ կադրերը միգուցե, սխալ քաղաքականությունը բանակում։ Շատ կլինեն էլի երևի պատճառները։ Պետության դերը այս ամենայնիվ մեծ է քան։ Իհարկե, հենց պետության գործն է էլի ապահովել անվտանգությունը, ոնց որ ամբողջ հանրապետությունում, այդ նաև բանակում։ Դե նախ պետք է համապատասխան մասնագետները բանակը ղեկավարեն, ոչ թե ինչ ուսուցիչներ, դասախոսներ, պրոֆեսիոնալ հրամանատարներ լինեն, որոնք չկան։ Դրանք էլ բարդական։ Նախ ինչքան ես եմ տեղյակ օֆիցիալ տվյալներից, այդ ձեր ասած դեպքերը կտրուկ նվազել են, այսինքն ինչ-որ բան արվել է իմ կարծիքով։ Բայց հարցը պետք է ուղղել մասնագետներին, որովհետև հենց փողոցով անցող ամեն մեկը իհարկե մեր ժողովուրդը սովոր է, բոլորը ամեն ինչ գիտեն, բայց սխալ է, էլի։ Մասնագետներին հարկավոր հարցնել։ Դրա համար կան հոգեբաններ, կան զինվորականներ, այսինքն պրոֆեսիոնալ ինչ-որ մեկը պետք է ասի, ամեն մի տեղից վեր կացող դատողություն անել սխալ է։